Ողջույն ձեզ, սիրելի հավատացյալներ, Փառք տանք Աստծո, որ այսօր անգամ ևս այս շաբթվա մեջ պարգևեց մեզի նոր գիրակի օրը, որովհետեւ այսօր նաև ինչպես բոլոր գիրակիները մենք կանք այստեղ իրեն շնորհակալություն հայտնելու, իրեն փառք տալու իր մեզի պարգևած բոլոր իր բարիքներուն համար, մեզի պարգևած կյանքին համար, մեզի պարգևած լույսին ու ջուրին համար, անսրելի ու դակության համար եւ ամեն ինչի համար։ Եվ այսօր ավետարանը մեզի քեղեցիկ պատմություն մնաց։ Բոլորը տալ գիտեք։ Այդ կինը, այդ բարավ եւ աղքատ կինը, որ դաջարի մեջ կա, երկու լումա գտնե այդ դաջարի կանցարագին մեջ։ Գիտեք այդ պատմությունը բոլորը։ Գիտեք։ Ուրեմն բոլորս այս պատմությունը գիտենք։ Բայց թե Քրիստոսը մեզի ինչու պատմեց ասի։ Երբ որ Քրիստոս դաջարի մեջ էր, գսե տեսավ այս կինը, որ ուկա ինչպես մենք ալ այստեղ կանցարակներ ունի, այս կինը գսե այսպես քաշվելով հիմա շուշտիկը ամեն ինչը այս նույն ձևով չսեր, չի բապներ, բայց ես վստահ եմ, այդ կինը առաջին հերթին ամոթով եկավ նրանց, որովհետև ինքը գուզեր շատ դար, բայց չուներ շատ, որպեսի դա։ Եկավ քաշվելով, բահվտելով, ծածկվելով, հասավ մինչև կանցարագին կողմ և երկու լումա դրավ այնտեղ։ Բնականաբար այդ օրը դաջարի մեջ երկու կամ 10 կամ 20 հոգի միայն չէին, շատ մարդ կա։ Բայց անով հանդերձ Քրիստոս հագարակ որ սպաղված էր իր աշակերտներուն հետ և ուրիշներուն հետ, որոնք իր շուրջն էին և իրեն հետ կխոսեին, ինքը նկատեց այդ կինը հերվեն, որ երկու լումա դրավ։ Եվ նաև գային մարդիկ, որոնք եկան և հարյուրավոր լումաներ տրին, ուրիշներ հազարավոր լումաներ տրին, և Քրիստոս այնտեղ իրենց գսե ճշմարիտ գսեմ ցեզի։ Գտեսնեք այդ կինը, որ երկու լումա դրավ այնտեղ, գսե անիկա վճարեց այդ բոլորեն ավելի։ Ինչու՞։ Գսե որովհետև այս կինը իր չունենալով հանդերձ, քիչ ունենալով հանդերձ, ինքը այդ իր ունեցածը ինչ որ ուներ, բերավ և դրավ այդ կանցարագին։ Բայց մույս մարդիկը, որոնք հարուստ են, եթե 1000 տրին, կնշանակե թե անոնք տասնյակ հարյուրավոր հազարներ ունին, իսկ եթե 10,000 տրին, կնշանակե թե անոնք միլիոններ ունին, անոնք իրեն շահութերեն քիչ մբերին և տրին եկեղեցվո կանցարագին։ Բայց այս կինը հագարակ բարավ ըլալու, աղքատ ըլալու, անով հանդերձ ինքը այդ երկու լուման, հավանաբար գդրեց իր բերնեն, հավանաբար որ պսավակներ ուներ, որոնց պետք էր գերցներ և խմցներ, բայց ինքը նախապատվությունը և նախընտրությունը դվավ Աստուծո դանը, դվավ դաջարին և ասիկա մեզի հիշեցնե ավետարանի խոսքը, գսե ան որ ունի, իրեն ավելիով Աստված պիտի դա, իսկ ան որ չունի, իր ունեցածնալ Աստված իր մե պիտի արվի։ Եվ գիտեք Քրիստոսի այս խոսքը ինչի ունենալու մասին է, ոչ թե տրամի մասին, ոչ թե ան որ տրամ ունի, Աստված իրեն ավելի պիտի դա, և ան որ չունի իր մե պիտի արվի, ոչ, այն ան որ բաբակ ունի,
Աստված իրեն ավելիով պիտի տա, բայց ան չունի, այդ սերը չունի իր եկեղեցի նկատմամբ, այդ սերը չունի իր Աստուծույն նկատմամբ, գսե իր ունեցածն ալ իր մե ավելի պիտի դրվի, իրեն ավելի պիտի դրվի։ Եվ անշուշտ է մենք ժողովրդական խոսք մնալ ունենք, գսեն դուր և Աստված քեզի պիտի տա։ Ինչ կան որ դաս, Աստված քեզի ավելիով պիտի տա, իսկ ինչ կան որ ակահ ըլլաս և չտաս, Աստված քեզի պիտի չորտնե, քու ունեցածը պիտի չորտնե և ունեցածը տալ քեզ մեկ պիտի։ Այսօր սիրելիներ, այս Քրիստոսի պատմածի մեջ մենք ունենք շատ գեղեցիկ դասեր կապել։ Հարցը նյութականի մասին չէ, հարցը միայն դրամի մասին չէ։ Որովհետև եթե մենք բահմը մտածենք, պիտի տեսնենք, որ մենք բահմը չունենք, մենք ոչ մեկ բան ունենք, ոչ մեր դրամը մեզի է, ոչ մեր դուները մեզի են, ոչ մեր ոսկիները մեզի են, մենք որպես մարդ մեզի չենք պատկանի։ Այս ամեն ինչը Աստուծո կպատկանի այբեն մինչև ֆե։ Որովհետև եթե Աստված զիս ստեղծած չլար, ես չգայի, ուրեմն ես Աստուծո կպատկանի։ Եթե Աստված ինձի առողջություն չդար, ես իմ առողջությունս ալ պիտի չունենայի և ի վերջո այս առողջությունս ալ Աստուծո կպատկանի։ Եթե այսօր մենք նստած ենք այստեղ Եվրոպայի մեջ և սոսիալ լևը կա, մեզի սոսիալ գուդան, եթե Աստված չլա այդ սոսիալն ալ չի գա, և այդ սոսիալի տրամն ալ Աստուծո կպատկանի, ամեն ինչը այս աշխարհի մեջ բռնեցեք ձեր դունեն սկսյալ, և ելեք մինչև դուրս, աշխարհի որ կողմը կուզեք կացեք, ինչ որ տեսնեք, նույնիսկ եթե հատիկ փոշի տեսնեք, այդ փոշին Աստուծո կպատկանի։ Եվ այսպեսով ելեք և տեսեք, մենք ամբողջությամբ իրեն կպատկանի։ Լավ, դեր, դուն այսօր գսես, որ այս աղքատ գինը, այս բարավ գինը, այս բոլորեն ավելի դվա։ Դուն ինչ կուզես, որ մենք քեզի տանք։ Մենք ինչ ունենք, որ քեզի տանք։ Տեսեք սիրելիներ, դալը մի քանի իմաստներ ունի և մի քանի ցևեր ունի։ Գա մարդ, որ տրամով գրնա օգնի։ Գա մարդ, որ խոսքով գրնա օգնի։ Գա մարդ, որ հոգիով գրնա օգնի։ Գա մարդ, որ ծառայությամբ գրնա օգնի։ Եվ շատ մարդիկ կան, այսօր եթե տեսնենք, աշխարհի մեջ, մեր շրջանակի մեջ, մեր բարեկամության մեջ, ինչքան մարդիկ կան, որոնք հակառակ իրենց տրամ ունենալուն, հակառակ իրենց դուն ունենալուն, իրենք գարիք ունին մեկումը, որ երթա իրենց դուրը զարմե, և ասե բարև ինչպես ես։ Դուն առանցին մնացած ես, ես այսօր եկած եմ, որպեսզի քեզի սպաղեցնեմ, քեզի հետ նստիմ, քեզի մխիթարեմ, ասալ դալու մեկ ցևն է։ Եվ քրիստոնեության մեջ, ինչպես գիտեք, մեր հավատքը նյութական հավատքը չէ։ Մեր հավատքը հոգևոր արժեքներ են։ Դալը պետք է լա հոգիով, նույնիսկ եթե անիկա նյութական լա, կամ բարոյական լա, Աստված կուզե երբ որ մենք դանք, երեք պայմանով տանք։ Առաջին պայմանը պետք է արադությամբ տանք։ Ինչպես արադությամբ, չնայինք մեր տված ինչ կանենք, որովհետև երբ որ մենք դանք և մեր աչքը մեր տվածին մեջ լա, արդեն անիկա դալը չէ։ Իսկ երկրորդ, մենք պետք է դանք քաղտնի։ Հիմա ամեն մարդ կսե ես ուտամ, ես եկեղեցիս կօգնեմ, ես ժողովրդիս կօգնեմ։ Եթե կօգնես 3
պայմաններ կան։ Եթե այս 3 պայմաններեն մեկը չլրացնես և չամբողջացնես, կարծես թե չդվի։ Առաջինը ըսինք պիտի դաս արադությամբ, երկրորդը պիտի դաս քալտնի։ Քու աջ ձեռքդ թող չիմանա թե քու ցախ ձեռքդ ինչ հրավ, ոչ ալ քու ցախ ձեռքդ թող իմանա թե քու աջ ձեռքդ ինչ հրավ։ Այսօր ինչքան մարդիկ կան, որոնք նվիրատվություններ գնեն եկեղեցին, նվիրատվություններ գնեն ազգին և կսպասեն, որ իրենց անունը գարտացվի, կսպասեն, որ կսվի այսինչ, այսինչյանը, նվիրեց այսինչ եկեղեցին, այդ կան 1000 կամ այդ կան միլիոն, եթե կուզես դու միլիարդներ նվիրեք, բայց հազիվ թե դու սպասես, որ քու այդ դալուտ դիմաց, քու անունդ պիտի հնչե եկեղեցին, մարդիկ պիտի գիտնան, որ դու այդքան տրամ նվիր, այն ժամանակ գիտիր, որ դու կարծես թե բապը չդվիր, որովհետև եթե դու դայիր, պիտի դայիր քահտնի, պիտի դայիր քու աստուծույթ համար, պիտի դայիր քու եկեղեցու շինության համար, և ավետարանը կսե, եթե դուք սպասեք, որ մարդիկ ձեզի գնահատեն և բրավո ըսեն և շնորհակալություն հայտնեն ձեր կրածնելու համար, կսե այն ժամանակ դուք արդեն ձեր վարձքը ստացաք։ Այլևս ինչ պիտի սպասեք Աստծուց, սպասեք, որ Աստված ալ ձեզի շնորհակալություն հայտնե, Աստված իր շնորհակալությունը կհայտնե միայն այն ժամանակ, երբ որ մենք բոլորս մեր բարդականությունները այս աշխարհի մեջ գնենք, և երբ որ այս աշխարհեն կփոխադրվին, գսե մեզի ապրիս, բարի, ծառա և հավատարիմ, որովհետև դուն ըրիր այն ինչ որ պետք է տնենք, դուն ըրիր անսագարկ նվիրումով, դուն ըրիր արաբությամբ, դուն ըրիր առանց որ մարդոց մեր բրավո սպասելու կամ մարդոց գնահատանքը սպասելու, և հիմա ես քեզի պիտի գնահատեմ և արքայության մեջ քեզի պիտի մտցնեմ։ Իսկ երրորդ պայմանը, երբ որ մենք դանք, պետք է անգերծությամբ և մաքուր սրտով և մաքուր խիղճով դանք։ Երբ որ մենք դանք, պետք է այդ գիտակցությունը ունենանք, ինչպես որ բանարակի մեջ գսենք և որ սգիրը կպարսացնենք, գսենք ևս լույս իգոյոց քեզ մատուցան։ Այսինքն ինչ որ քուգըտ է, մենք այդ քուգըտը քեզի կնձայենք և ճիշտ նույն ձևով մեր դարու ժամանակ, մեր նվիրատվություններու և մեր օգնություններու ժամանակ պետք է մենք անգերծություն ունենանք ըսելու դեր, ինչ որ դու մեզի դվիր, մենք հատկու դվածըտ քեզ ուժանք, մեկ բամը չունի, ամեն ինչ կուգիտ է։ Շատ մի եկեղեցիներ ունին դասանորդի թրությունը, այսինքն իրենց շահացներուն 110 գբերեն և գնվիրեն Աստուծո եկեղեցին և դաջային։ Եվ կարգ մարդիկ կհարցնեն, գսեն մեր եկեղեցին հավա ինչու դասանորդ չկա, ինչու դասանորդ չենք տար մենք եկեղեցին։ Սիրելիներ, ժամանակին հին ուխտի մեջ, հին ուխտի օրենքը գսեն, ով որ ինչ որ շահի, ով որ ինչ որ աշխատի, այդ իր ամբողջ շահածին 110 պիտի դա Աստծուն։ Եվ ձեզի իսեմ, որ օրենքները նաև ավելի խիստ են, անոնք որոնք արդեր ունեին, գծանեին, ամեն դարի այդ հունցքին դասաներորդը գուդային դաջան, բայց 7 դարին մեկ, 7-րդ դարին այդ հունցքը, այդ բերքը ամբողջությամբ պիտի դային ժողովրդին և պիտի դային Աստուծո որպես շնորհակալություն։ Լավ, այս դասաներորդը պետք է դանք, բարգավոր ենք դանք, այո,
բայց մեր քրիստոնեության մեջ 10-րդի հարկ չկա։ Մենք չենք ասել, որ ամեն մարդ պետք է իր 10-րդը դա, կամ 20-րդը դա, կամ մեկնոցը դա։ Ոչ։ Անիկա ցկված է ամեն մարդ իր կարողության, իր փափակին եւ իր գամեցողության։ Մեկը գրնա 1 տալ, մեկը գրնա 100 տալ, բայց արդյոք Աստված կպահանջի, որ մենք իրեն տանք։ Աստված գարիք ունի, որ մենք իրեն տանք։ Չէ որ ամեն ինչը իրն է։ Չէ որ ոչ մեկ բան մեզի չի պատկանի, պետք է տանք։ Այո, ասիկա աստվածային հրաման է եւ հին ուխտի մեջ Մաղաքիա մարգարեի միջոցով Աստված կսե ժողովուրդին դուք ինձի կողցաք եւ այնտեղ ժողովուրդը կսե իրեն դեր մենք քեզ մենք ինչ կողցանք կսե դու իմ 10-րդս չդվի հետեւաբար ինչպես որ Աստված մեզի կբարգեւի մենք ալ բարտավոր ենք Աստուծո դալ անոր Աստուծո դանը դալ անոր փոխարեն, եկեղեցին դալ անոր փոխարեն, որովհետև ինչպես որ նախկին ժամանակներում հին ուխտի մեջ, ինչպես որ դաջարը գբահվեր ժողովուրդով եւ ժողովրդի դված այդ 10-րդով, ճիշտ նույն ցեվով մեր եկեղեցին այսօր մեր դաջարն է, մեր տունն է, մեր հավատքի միության դերն է, հետեւաբար մենք մեզ մեր յուրաքանչյուրը բարդականություն ունի իր այդ մեկ լումայով, կամ մեկ յուրոյով, կամ մեկ սենտով բարդավոր է տնե Աստուծո դաջարի կանցարակի մեջ, որպեսի այս դաջարը գանկուն։ Դանք արադությամբ դանք, դանք առանց նայելու թե ինչ կդանք, և երկրորդը Արոյական մեր արժեքներն են, որ պետք է տանք։ Տեսեք, մենք Աստված մեզի պաղթավորություն տված է, որ մենք ծնած ենք որպես քրիստոնյաներ, ծնած ենք որպես հավատքով, Քրիստոսի հավատքով մգրտվածներ, եւ ասիկա ամենամեծ պարգևն է, որ Աստված մեզի տվավ, որովհետև քրիստոնյա ըլլալով մենք փրկվեցանք այս աշխարհին եւ այլևս այս աշխարհին չենք պատկանի։ Մենք կպատկանենք այս աշխարհին։ Եվ այս շնորհքը, որ մենք ստացած ենք, շատ մարդիկ կան, որոնք չունին։ Այսօր նայեցեք աշխարհի մեջ Աֆղանստան, Պակիստան, չեմ գիտեր ինչստան, այնտեղ դակավին չեն գիտեր Քրիստոսը ինչ է։ Դակավին փրկված չեն Քրիստոսի անունով, բայց մենք պաղթավորություն ունեցանք, որպես հայեր, ինչպես երեք մեր թարգմանչացողներ, մեր թարգմանիչները թարգմանեցին Սուրբ Գիրքը եւ տվին մեզի, որպեսզի մենք գալ Աստուծո խոսքով եւ Աստուծո որդիով մենք գալ փրկվենք եւ առնենք քրիստոնեության։ Այս պարգևը, որ ունենք Աստված մեզի տված է, մենք չենք կրնար անիկա պահել եւ չհայտարարել։ Մենք չենք կրնար չսել, որ մենք քրիստոնյաներ ենք։ Մենք չենք կրնար չսել, որ մենք փրկվածներ ենք։ Մենք չենք կրնար չսել, որ մենք Աստուծո որդիներ ենք։ Ոչ թե միայն պետք է ասենք, այլ պետք է նաեւ խոսենք եւ պետք է նաեւ անոնք, որոնք Քրիստոսը չեն ճանաչած, քրիստոնեական հավատքի մասին չեն լսած, մենք այդ մեր հավատքեն պետք է առնենք եւ մարդոց պաշտենք, որպեսզի մարդիկ այդ հավատք ունենալով իրենք կալ վայելեն Քրիստոսի տված փրկությունը մարդկության։ Գուտանք նյութական, գուտանք բարոյական եւ շատ հաճախ մեր տվածը գրնա լալ մեկ բզդիկ խոսքը, որ գրնա մարդ մխիտարել։ Գրնա լալ մեկ բզդիկ սանդվիչը, որ գրնանք աղկադի մդալ եւ իր բորը վշտացնել։ Սիրելիներ, անոնք, որոնք սորված են իրենց հայրերեն եւ իրենց մայրերեն դալ, այդ մարդիկը գիտեն այդ դալը ինչ հաջույք մը կպատճառե մարդու։
Տեսեք, ես ցեզի մեկ բան ասեմ եւ կխնդրեմ ցեզ որ անպայման Օրը երբ որ դուք աղքատ մտեցնեք փողոցի մեջ որ գնուրա, իրեն տրամբիրա։ Կացեք ամենամոտ դերը սանդվիչ մարեք եւ դիրք։ Այն ժամանակ դուք պիտի զգաք, թե ձեր մեջ ինչ հոգեկան բավարարություն կա, որովհետև դժբախտաբար այսօր մենք կապրինք այնպիսի միջավայրի մեջ, որ այլևս չենք գիտեր ով գարիկավոր է եւ ով գարիկավոր չէ։ Այսօր մարդիկ կան, որոնք ուրացկանություն գնեն, բայց իրենց դուներու մեջ հողի տակ ոսկիներ բահած են։ Դժբախտաբար այս օրերուն հասած են։ Բայց մենք երբ որ կկասկածենք անոնց ունենալուն կամ չկավորության, մենք կրնանք ոչ թե միայն տրամով, այլ կրնանք իրենց խոսքով կամ քավաթ ու բաղ ջուրով։ Քրիստոս կսե ան որ իմ անունովս քավաթ ու բաղ ջուր դա, կսե այդ քավաթ ու բաղ ջուրի համար ես պիտի վարձատրեմ։ Տեսեք այսօր մարդիկ կսեն, մենք չենք դար, որովհետև չենք գիտեր այս մարդը ունևոր է կամ չունևոր է։ Մենք չենք դար, որովհետև չենք գիտեր եկեղեցին ինչ գնե մեր տրամներով։ Մենք աղքատախնամ մարմինին չենք օգներ, որովհետև կկասկածենք, որ իրենք կառնեն տրամները կունեն կվայելեն և աղքատներուն բանը չեն դար։ Բայց ավետարանի խոսքը հստակ է, գսեր դվեք և ինչ որ դար, Աստված ինք գտեսնե եւ այսօրվա ավետարանը գսե Աստված գտեսնե ամեն ինչ գտեսնե հարուստը ինչ կուտա եւ ինչպես կուտա գտեսնե աղքատը ինչպես կուտա եւ ինչքան կուտա եւ գտեսնե նաեւ որ այն մարդիկ որոնք չեն ուզել տալ առանց հարկի Աստված սրդերը գարտացող է, Աստված սրդերը քննող է, հետևաբար այսօր մենք մեր նորոգենք մեր ուղտը և ասեմ միայն, որ դալը, օգնելը, ամեն մարդ չի գրնար քնել, չի գրնար, կան մարդիկ դրամ ունին, բայց չեն գիտեր ինչպես օգնել, կան մարդիկ, որ չունին, բայց չեն գիտեր իրեն չունեցած են ինչպես տան, ասալ շնորհք մնե, որ Աստված կտա։ Եթե մեզ շատերը դակավին այդ դալու շնորհքը չունին, դակավին այդ դալու հաճույքը չեն վայելած, միայն կպավե աղոթենք, ասենք դեր, ինչ կուզես տա, ինչ կուզես տնեմ, և Աստված ինքն է, որ մեզի պիտի առաջնորդե և պիտի իսե, թե ինչ պետք է նա։ Այսօր հայերեն քարոզը հիմա խոսեցա, բայց քրդերեն քարոզը մադրակեն ամիջավես երբ պիտի խոսիմ, որպեսզի անոնք, որոնք չեն ուզել քրդերեն բաժինը լսել, անգևերջ ազատստան երկա։ Հոգյանքստյան պաշտոն պիտի կատարվի այսօր, տեսեք ասալ մեկ բան մնե գրերեք դեր այդ պիտի իսեն, հոգյանքիստ երբ որ գնեք, արդեն անունները երբ որ դրվին, այստեղ խորանի վրա կգարտացվին, այպես որ ես պիտի գարտամ անունները, բայց ասալ օգնության մեկ նույն, միևնույն կամ մույս ծև, այսինքն պայման չէ, որ գարտացվին անունները, արդեն մենք գաղոթենք, դուք գաղոթեք ձեր սրտի մեջ, խորանի վրա կգարտացվին այս անունները, ան է կարևոր, գարտացված է կամ չէ գարտացված պամը ինչ փոխե հոգյանքիստի մեջ, հիմա գուզեք գարտամ կամ չգարտամ, այս